աշխարհում ընդունված բաներ կան, այդ մեր մոտ է, որ հələ վերջին զանգից մի անգամից գնում են բու։ Աշխարհում gap year հասկացություն կա, աշխարհում կամավորության հասկացություն կա, որը բու ընդունվելու համար կրեդիտ է։ Մեր մոտ հենց դպրոց ավարտեցին, վերջ արդեն բան, արդեն իրանք մենակ top մասնագետ են։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամավոր ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է տենց բան անել։ Ոչ, ես կտրականապես դեմ եմ, եթե չենք անում ավելի լավ է չանենք, կամ անում ենք իմ ասած ձևով։ Առնվազն 2 տարի պետք է ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա, աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով, եւ հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա ասի, բա այս ինչի՞ չես վերադարձե 25 հատ էջերով ուղիղ եթերներ, թե ինչ եւ այլն, բայց որ մասնավորի հետ տենց չեն կարողանալու խոսալ, բայց մյուս կողմից մասնավորին ճանապարհը պետք է փակենք, որ այդ իմ ասած ֆաբրիկա զվյոզդը չստեղծեն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ ելի եմ ասում, եթե տրամաբանությամբ ենք նայում, այնտեղ նույնիսկ բանից բակալավրից հետո մագիստրատուրա մի անգամից գնալու կուլտուրան այդեն շատ տարածված չի։ Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, մի հատ ուզում են հասկանան, այս մասնագիտությունը ինչա, բանի աշխատանքի շուկան ինչա, այդ մեր մոտ է։ Մենք որ ասում ենք բան, կրթության ինչ ենք ասում, շարունակականություն, մենք հասկանում ենք, որ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Всё, это կրթության շարունակականությունը։ Կներեք, դա աբսուրդ է, եւ դրա համար է, որ ունենք ինչ որ ունենք, տոննաներով դիպլոմներ, ֆուրերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այդքան էլ տենց չի։